Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ներքին գործերի նախարարությունը նախատեսում է հատկացնել 102.6 միլիարդ դրամ եւ 2025 թվականի համադրությամբ այն շուրջ 2.4 միլիոն դրամով ունի բացասական տարբերություն։ Ընթացիկ ծախսերի գծով նախատեսված է 101.4 միլիարդ դրամի հատկացում, կապիտալ ծախսերի գծով 1.2 միլիարդ դրամի հատկացում։ Հարգելի ներկաներ, ներքին գործերի նախարարությունում եւ ենթակապետական մարմիններում 2025 թվականի կտրվածքով շարունակել ենք իրականացնել բարեփոխումների խորքային գործընթացը եւ այն կշարունակվի նաեւ 2026 թվականի կտրվածքով ապահովելու համար կառավարման արդյունավետությունը նախ եւ առաջ համակարգի, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բերելով նորարար մոտեցումներ եւ նաեւ շարունակելով բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Նախարարության լիազորությունների շրջանակը բավական լայն է եւ բազմաշերտ է, այն առնչվում է ողջ հասարակությանը, անկախ ազգությունից, կրոնից եւ մնացյալ այլ տարբերիչ հատկանիշներից։ Նախարարությունը գործում է անընդհատ 24 ժամվա ռեժիմով եւ մենք հետևողականորեն պահպանելով օպերատիվ կողմին վերաբերող աշխատանքները զուգահեռաբար շարունակում ենք բարեփոխումների այն օրակարգը, որը ընդգծված է նախարարության համակարգի տեսանկյունից։ Ինստիտուցիոնալ վերափոխման ուղղությունների տեսանկյունից պիտի նշեմ, որ 2025 թվականի կտրվածքով շարունակել են կենտրոնացած մնալ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վրա եւ ընթացիկ տարում ավարտել ենք ներքին գործերի նախարարության միասնական կրթահամարերի ձևավորման աշխատանքները, որը համակարգի որակյալ կադրերի ապահովման հենասյունային բաղադրիչն է լինելու այս տեսանկյունից։ Ընդունվել է ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական փոփոխությունները, որով նախատեսվում է բարեվարկության ստուգման նոր համակարգ եւ նաեւ կարգապահական նոր կանոններ համակարգի ծառայողների տեսանկյունից։ Ես պիտի փաստեմ, որ ներքին գործերի նախարարության կրթահամարերի տեսանկյունից մենք այս տարի ունեցել ենք աննախադեպ թվով վերապատրաստվող անձնակազմ, ավելի քան 10,000 ոստիկանության ծառայողներ անցել են կրթական տարբեր պրոցեսներով եւ մաս են կազմել ոստիկանական համակարգի։ Ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից պիտի փաստեմ, որ 4 հենասյունային ուղղություններից վերջինը ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ին արդեն իսկ գործարկվել է եւ այն լինելու է մեր ներքին անվտանգության համակարգի կարևորագույն ուղղություններից մեկը, ունի սպառազինության գերժամանակակից, այսպես ասեմ, տարբերակ, վերապատրաստված անձնակազմ եւ առաջին անգամ մշակվել եւ ներդրվել է ուժային միջոցների գործադրման նոր գործելակարգերը, ստանդարտացված գործելակարգերը եւ այստեղ մենք ընդունում ենք այն պատասխանատվությունը, որ պետք է հետեւողականորեն շարունակենք ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման աշխատանքները, որը պահանջում է ջանք, բայց այդ հարցում ունենք հստակ հանձնառություն։ Գիտեք, որ բարեկային ծառայությունը ամբողջովին գործարկված է, այս տարվա կտրվածքով շենքային գերժամանակակից պայմաններ եւս ապահովվել է ծառայության համար, քրեական եւ համայնքային ոստիկանությունների դեպքում ինստիտուցիոնալ կայացվածության ապահովման ուղղությամբ ենք շարունակելու աշխատանքները եւ բնականաբար նախարարության կազմում հետեւողականորեն ներդնելու ենք մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, որն ավելի արագ պիտի սպասարկի մեր քաղաքացիներին։ Անդրադառնալով հանցավորության ընդհանուր իրավիճակին, հարգելի գործընկերներ, պիտի նշեմ, որ տարվա կտրվածքով ունեցել ենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման աճ, ինչը չափազանց կարևոր է, որովհետև եթե պետությունը որդեգրում է քաղաքականություն, որ օրինակ թմրամիջոցների ապոնի շրջանառությունը, զենքի ապոնի շրջանառությունը պիտի լինեն թիրախում եւ այսպիսի հանցագործությունները պիտի վերհանվեն եւ քննարկվեն, այս տեսանկյունից վիճակագրական պատկերում բնականաբար ունենալու ենք աճի տեսքով պատկեր։ Խոսեցինք տարբեր դրվագներով ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով արկա իրավիճակի հետ կապված հարցերը, ես ուզում եմ նորից շեշտադրել, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցավորության կառուցվածքում նվազել է 0.7%-ով։ Եվ մենք շարունակում ենք պահպանել հանցավորության այն կառուցվածքը, որը որ ունենք, այսինքն հիմնական հանցագործությունները ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են Հայաստանի Հանրապետությունում, կազմելով 9 ամիսների հաշվարկով 85.7%։ Պիտի փաստեմ, որ բացահայտման արդյունավետությունն է աճել, որովհետև մեղադրյալներով գործերի թիվը աճել է 3.5%-ով, ծանր հանցագործություններով 5.8%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով 9.9%-ով։ Անդրադառնալով մտահոգիչ համարվող
եւ վերջերս նաեւ տարբեր առիթներով քննարկված թեմաներին, որը սպանություններին է առնչվում, ես պիտի փաստեմ, որ էական աճ վիճակագրության տեսանկյունից մենք չենք դիտում, ընդհանուր հանցավորության կառուցվածքում շարունակում է տոկոսայնությունը կազմել 0.2%, իսկ համաշխարհային ընդհանուր ցուցիչներով Հայաստանը շարունակում է համաշխարհային միջին ցուցանիշից, որը 5.8 է, մեզ մոտ ունենալ ընդամենը 2-ը։ Իհարկե, այստեղ պիտի գանք խնդրի հիմքերին, այսինքն ճիշտ է, ցուցանիշները բավական ցածր են, բայց մենք դեռևս շարունակում ենք մտահոգիչ համարել այս իրավիճակը, որովհետև հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների եւ այլ դրվագներով նաեւ տարբեր խումբ հանցագործությունների մասով պիտի հասկանանք ոնց ենք լուծում այս խնդիրը հանցավորության կանխարգելման տրամաբանության մեջ, եւ մենք հաճախ նկատում ենք, որ ինֆորմացիոն աղմուկի մեջ մոռանում ենք անգամ դեպքի հիմք հանդիսացող հանգամանքները, դեպքի իրական պատճառները, առհասարակ հանցավորությունը, ինչ քայլեր է ձեռնարկվում այս ուղղությամբ պետության կողմից եւ դրանք երբ եւ ինչպիսի արդյունքներ են տալիս։ Ես պիտի փաստեմ, որ եթե մենք խնդիրը չշարունակենք դիտարկել իր ամբողջության մեջ, մենք շարունակելու ենք կենտրոնանալ այսբերգի գագաթի վրա, չունենալով լավ լուծում եւ որը բնականաբար մեզ լավ տեղ տանել չի կարող։ Դա է պատճառը, որ կառավարության կողմից մշակման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, որը բազմաշերտ կերպով անդրադառնալու է այս հիմնախնդրին։ Հարգելի գործընկերներ, եւ նաեւ մենք ոլորտային բարեփոխումները չենք կարող դիտարկել անջատ, որովհետեւ եթե կառավարությունը հսկայածավալ ներդրումներ է կատարում կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում, սոցիալական ծառայությունների ոլորտում, իրավապահ համակարգում, սրանք իրենց հանրագումարով ըստ էության նաեւ բերելու են հանցավորության կանխարգելման այն պատկերը, որը մենք ակնկալում ենք ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Անդրադառնալով ընդհանուր առմամբ նաև հանրային ծառայությունների ոլորտին, ես պիտի անդրադառնամ միգրացիոն ոլորտում մեր ունեցած կարևոր նվաճմանը։ Գիտեք, որ Եվրոպական միության հետ մենք սկսել էինք վիզաների ազատականացման երկխոսությունը եւ արդեն նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, որ այս գործողությունների ծրագիրը ըստ էության ցույց է տալիս, որ այն ուղղությունը, այն ոլորտային բարեփոխումների օրակարգը, որը Հայաստանի Հանրապետությունը ունի, ամբողջովին արտացոլված է գործողությունների ծրագրի մեջ։ Այսինքն մենք չունենք որևէ նորություն, որևէ նոր ուղղվածություն, որը մինչ այս պահը կառավարությունը իր ծրագրի եւ ոլորտային բարեփոխումների կտրվածքով չի քննարկել կամ գոնե թե չի ցանկացել հարցին անդրադառնալ։ Հետևաբար ուրախությամբ պիտի փաստեմ, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են 74 կետերում, արդեն իսկ իրականացվում են կառավարության կողմից, որոշները ունեն համապատասխան ընթացք։ Դրանցից կարևորը թերևս փաստաթղթերի անվտանգությունն է։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ։ Գիտեք, որ մենք կնքել ենք համապատասխան պայմանագիր ֆրանսիական ընկերության հետ։ Ֆրանսիական ընկերությունը Հայաստանում հիմնադրել է Հայփաս փակbaşնետիրական ընկերությունը, որն այս պայդրությամբ մեզ հետ ակտիվ աշխատում է այս աշխատանքների իրականացման ուղղությամբ։ Ես պիտի փաստեմ, որ առաջիկայում դուք կտեսնեք մեծածավալ շինարարական աշխատանքներ թե Երևանում եւ թե նաեւ հանրապետության բոլոր մարզերում, որովհետեւ գրասենյակների շինարարության կտորը բավական ակտիվ կերպով ընթանալու է առաջիկայում եւ նաեւ շեշտեմ, որ առաջիկա օրերին նաև կսկսենք արտադրությունը արդեն նույնականացման քարտերի բլանկների տեսանկյունից։ Վերջնարդյունքում 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակին կտեսնեք արդեն բիոմետրիկ համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում եւ մեր քաղաքացիները ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Անդրադառնալով հակիրճ նաև փրկարար ծառայությանը պիտի փաստեմ, որ բարեփոխումների օրակարգում մեծ տեղ ունի նաև փրկարար ծառայության ռեֆորմները։ Տարվա կտրվածքով վարչապետի գլխավորությամբ քննարկել ենք նաև փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը, այն հաստատվել է, մինչև տարեվերջ կենտրոնական ապարատի փոփոխությունները կապահովենք եւ արդեն հաջորդ տարվա կտրվածքով կանադառնանք տարածքային ստորաբաժանումներին։ Բյուջեի մասով բնականաբար կան հատկացումներ նաև փրկարար ծառայության գույքի արդիականացման ուղղությամբ, ընթացիկ տարում եւս մեծածավալ գնումներ են նախատեսված, մինչև տարեվերջ կունենանք մատակարարումներ եւ 26 թվականին եւս կունենանք որոշակի խմբականակ մատակարարումներ։ Նոյեմբերի 1-ից լուծարման գործընթացում է գտնվում նաեւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը եւ մենք միաժամանակ բարելավելու ենք հանրապետական կտրվածքով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտը։ Նկատի ունենալով, որ նաեւ Հայաստանը գտնվում է սեյսմանվտանգ
Գոտում երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը բնականաբար սեյսմիկ վիճակի պարբերական մոնիտորինգն է եւ 2026 թվականի կտրվածքով բյուջետային համապատասխան հատկացում ունենք ազգային դիտացանցի վերազինման ուղղությամբ ձեռք ենք բերելու նոր սարքավորումներ, որոնք այս տեսանկյունից մեզ կոժանդակեն ավելի լավ պատկեր ունենալ մոնիտորինգի տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, ավարտելով ելույթս նշեմ, որ 2026 թվականի կտրվածքով նախարարությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել բարեփոխումների այն օրակարգը, որը որ կա, եւ ես ուզում եմ հստակ նշել, որ ինստիտուտների կայացումը եւ ինստիտուտների նաեւ կարողությունների զարգացումը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում եւ մենք շարունակելու ենք նոր արդյունքներ գրանցել այս տեսանկյունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, հաջորդ ելույթի համար Հովիկ Աղազարյան։